Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 20-ն է 2026 թվական։ Հայաստանյան իրադարձություններից կարծրած անդրադառնանք, իհարկե այս թեման շատ է քննարկվում, որ Իսրայելը Ադրբեջանի ճնշման ներքո հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից, իսրայելցի պաշտոնյաները իրենց ադրբեջանցի գործընկերներին հավաստիացրել են, որ այս հարցը կհեռացվի Կնեսետի օրակարգից, իսրայելական աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ է արգելափակել քվեարկությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմետ Հաջիևը կապ է հաստատել նրա գրասենյակի հետ։ Այսինքն ադրբեջանցիները ցույց տվեցին, որ նրանք այնքան կշիռ ունեն, որ Իսրայելին կարան ասեն դա հանի եւ Իսրայելն էլ հանի։ Ինչի համար սա հերթական անգամ ուղղակի քանի որ տարածվեց անդրադառնանք, որ այն ողջավորությունը, որը որ կար, այդ տեսեք Իսրայելը ճանաչում է, այդ ողջավորությունը հիմնավորված չէր, դրա մասին խոսել ենք, եթե իսկապես Իսրայելը ճանաչեր, դրա մեջ շատ դրական բաներ կար, բայց գնացող վարչապետը, որը որ այդ հարցը մտցրել էր, որից հետո այդ նույն գնացող վարչապետը ինքն էլ այդ հարցը հանում է, ասում են դե հանեց, որովհետև արձակուրդ են գնում, դե դրանից հետո էլ հոկտեմբերի 27-ին ընտրություն է նշանակած, դրա համար էլ այդպես եղավ։ Այն չի, որ այդ հարցը մտցնում էր, չգիտեր, որ այդ ընթացակարգներ ելնելու։ Երևանում նստած մենք գիտեինք, որ դրա ճակատագիրը ինչ է ալնելու, ինքը այնտեղ չգիտեր։ Հիմա էլ որոշ մարդիկ որ շատ էին ոգևորվել այդ քայլից, հիմա էլ ասում են, դե ինչ կարևոր է, որ Կնեսետը ընդունի, թե չէ, կարևորը կառավարությունը այդ մասին որոշում է կայացրել, ժողովուրդ ջան, լավ եք էլի, եթե չեք կարողանում ճիշտ վերլուծություն կատարել, պետք չի ձեր սխալ վերլուծությունը անընդհատ արդարացնելու համար ցույց տաք, թե այնուամենայնիվ դա շատ կարևոր էր։ Գնացող վարչապետ, որի խնդիր ունի, որը նաև իր երկրի ներսում, վստահության խնդիր ունի իր երկրի ներսում, բավական լուրջ հարաբերությունները փչացրել աշխարհի շատ երկրների հետ, հասավ վերջապես նրան, որ հարաբերությունները մասամբ փչացնի նաև Թրամփի հետ, մտածել, որ այդ քայլը կարող էր Հայաստանին օգտակար լինել, դե լավ եք էլի։ Իսկ այն, որ դրանից հետո, եթե Իսրայելը իսկապես այդ հարցին կանդրադառնա նոր Կնեսետը, իսկապես կանդրադառնա եւ կասի նույնիսկ նախորդ կառավարության մտցրած հարցը պատրաստ են քվեարկել, ընդունել եւ այլ, նոր իմաստ կունենա դրա մասին խոսել, համարենք, որ դա իրանց կողմից ժեստ կլինի հարաբերությունները կարգավորելու, իսկ մենք ինչի պիտի դրանից հետո չփորձենք կարգավորել, առավել եւս Նեթանյահուի գնալուց հետո, որ նորը գալու է եւ Նեթանյահուի սխալների վրա է իր քաղաքականությունը շարունակելու։ Բայց դա թողենք արդեն հոկտեմբերից հետո, ընտրություններից հետո։ Ուղղակի նայենք, որ այդ ոգևորությունը հիմնավորված չէ։ Ես չեմ ասում իշխանության կարծիքը։ Իշխանության կարծիքը անկախ նայած Կնեսետն ընդուներ, թե չընդուներ, վախվորած զգուշավոր կարծիք պետք է լիներ, որտեղ Թուրքիայի դեմ ոնց կարան մերոնք ասեին դրական ենք վերաբերվում, երբ որ ընդհանրապես ցեղասպանության հարցը օրակարգից դուրս է եկել։ Մենք իշխանության թեման չենք քննարկում։ Մենք քննարկում ենք մեր համար, մեր շահերից բխող որն է։ Հարաբերությունները բարելավել Իսրայելի հետ նորմալ է, բայց այս կառավարության հետ անիմաստ է։ Այսինքն չանես գաս գնացող կառավարության հետ անես, որը բոլորի հետ հարաբերությունը փչացրել է, անիմաստ բան է։ Դրա համար ժամանակ ունենք դրան վերադառնալու, առավել եւս տեսնենք իրանք ինչ են որոշում։ Հարցը արդեն օրակարգում է։ Լավ, չքվեարկեցիք, հասկացանք, բայց չկորավ այդ հարցը։ Կանեք հոկտեմբերի 27-ից հետո, այդ դեպքում կտեսնենք, մենք էլ մեր վերաբերմունքը կարտահայտենք։ Բավական ծանր է գնում հայկական ապրանքները եվրոպական շուկա մտցնելու հարցը, բայց միանշանակ դա ճիշտ ճանապարհ է եւ ճիշտ ուղի է, հաշվի առնելով Ռուսաստանում վիճակը, հիմա ձկնարդյունաբերության հետ կապված որոշումները կայացվեց, որպեսզի կարողանան մտցնել եվրոպական շուկա, այդ չարախնդալը, այդ երջանկանալը, որ այս ապրանքը կփչանա խելքներդ, գլուխներդ կգա, ում խելքն է գլուխը գալու։ Ոչ ձեր ապրանքն է փչանալու, ոչ իմ ապրանքն է փչանալու, ոչ է Փաշինյանի ապրանքն է փչանալու։ Ում ապրանքը փչանալով, ում խելքը պետք է գլուխը գա։
Ռուսաստանի վիճակը չեք տեսնում, նույնիսկ եթե ինքը վերանայի Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, Ռուսաստանի տնտեսության վիճակը չեք տեսնում, ապրանք ուղարկել, ապրանք հետադարձ ապրանք բերել, որ տրանսպորտային ծախսը շատ չլինի, այդ ամեն ինչը չեք մտածել, բայց այդքան տենց ուժեղ տղեկ եք, զանգեք, թող այդ մեքենաները հետ գան։ Գնանք մոտենան այդ մեքենային, ասեն Հայաստանից տենց խիստ Ռուսաստանի հետ լավ հարաբերություն ունեցող մեր ուժեղ տղեկը քեզ համար վառելիք են ուղարկել, որ լցնես հետ գաս։ Մի հատ ձևը ցույց տվեք, էլի, մի հատ տեսնենք, սովորենք ձևը։ Էսա վիճակը, այո, դժվարություններ կա, այդ դժվարությունների մեջ մեծապես իր մեղքը ունի նաև իշխանությունը, որ ժամանակին այդ ամեն ինչը չէր արել, առավոտից երեկո խոսել բազմազանության մասին, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին եւ դրանից հետո գործնական քայլ չանել, փաստի առաջ կանգնելուց հետո անել, շատ վատ է, բայց դա ուրիշ հարց է։ Դա քաղաքական գնահատական է, որ կարող ենք տալ, բայց այսօր ինչ մաքսիմալ հնարավորություն լինի, որ դա արվի, որտեղ վաղը մյուս օրը հարաբերությունները կարգավորվի Ռուսաստանի հետ, մեկը մենք խնդիր ենք ունենալու։ Խնդիր ենք ունենալու, որտեղ այդ շուկան կամաց մեզ համար հեռանկարային չի լինելու։ Այդ ուղղակի իմանանք, եւ ի վերջո մի բան էլ ուղղակի նայենք, իհարկե կանրադառնանք նաեւ Ռուսաստանում ուկրաինական պատերազմի հետ կապված Իրանի թեմային էլ, որտեղ դրանք հիմա շատ կարևոր հարցեր են աշխարհի համար, բայց եւ միևնույն ժամանակ ընտրությունը վերջերս էր, չէ՞։ Շատ երկար ժամանակ չի անցել, հունիս ամսից հիմա հուլիս ամիսն է։ Հիշում եք ինչպիսի կարկառուն արևմտամետներ էին ասում միանանք Սամվել Կարապետյանին, որ գոնե ինքը հաղթի։ Ու մեղադրում էին, որ մյուսները չեն միանում։ Անուն էին հանել, որ իրանք Հայաստանի ապագան տեսնում են Եվրամիություն, Ամերիկա եւ այլ, եւ մեկ էլ ու դրան հասնելու համար պետքա Սամվել Կարապետյանին ընտրեին։ Մեկ էլ ով էլ չէր միանում, ուրեմն չեք ցանկանում միանաք, ձայնեք փոշիացնում։ Եթե նույնիսկ մենք էլ միանայինք, այդ ձայները չէր հերիքի, որ ինքը վարչապետ դառնար հունիսի 7-ին։ Այսինքն այդպիսի շարժ մեր վրա պետք չի անել։ Բայց մենք բավարար չափով վճռականություն ունեինք, սկզբունքայնություն ունեինք մեր տեսակետի վրա կանգնելու, ասում ոչ մի պարագայում, ոչ այս իշխանության, ոչ էլ ռուսամետ ընդդիմությանը չի կարելի միանալ։ Ինչու եմ ես դա ասում։ Ինչքան է անցել։ Մի ամիս ու կես դուք պատկերացնում եք, բացի այն, որ Սամվել Կարապետյանը վարչապետ չդարձավ եւ այս խայտարակության առաջ կանգնեցինք, բա իրան ընտրենք, որ ինքը դառնա հունիսի 7-ից արդեն ինքն է, դա հարցի մի կողմն է։ Այդ ինչ ծրագրի վարչապետ էիք ուզում։ Ռուսաստանի հետ։ Ժողովուրդ դուք այս Ռուսաստանի հետ առաջիկա 5 տարվա մեր ճակատագիրը կապելու համար քաղաքական թիմ էիք ընտրում, որ հետա աշխատի, դուք Ռուսաստանի վիճակից խաբար եք։ Բաս սա էինք ասում ժողովուրդ, մեզ ճղում էինք, ասում ենք լսեք ժողովուրդ, ձեզ խաբում են։ Առաջիկա 5 տարվա համար ինչ օրակարգով են խորհրդարան ձևավորելու։ Ռուսաստանի հետ ով է Ռուսաստանի շահերն ավելի լավ սպասարկելու, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, թե Նիկոլ Փաշինյանը։ Լուրջ, էսա աշխարհի խնդիրները եւ աշխարհի զարգացման դինամիկան։ Այդ է ձեր վերլուծությունն ու ձեր հաշվարկը, որ մի ամիս ու կեսի կյանք էլ չուներ, որ հետո հասկանայիք, որ ինչ խայտարակություն է, հորդ ինչ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել։ Իսկ հերիք չի, որ իրանք իրանք ծրագրով ողողել էին ամբողջ երկիրը, մի հատ էլ ամեն ինչ անում են, որ այն մյուսներին հանկարծ դաշտ չլինի։ Մեր ամենահամեստ ռեսուրսների պարագայում անգամ ամեն ինչ անեն, պիտակավորեն, որ մեր ձայնը տեղ չհասնի։ Հիմա էսա ժողովուրդ ջան, ում ձայնը տեղ հասնի բա։ Իրանց ենք լսելու, իրանց ասածներն ենք լսելու։ Դրա համար օգտվելով առիթից ասեմ, եթե հավանում եք սեղ մեկ լայք կոճակը մինչև մյուս նյութերին ասնելը ասեմ էլի, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք նյութերը, ձեր մոտիկներին ուղարկեք, ովքեր որ տեղյակ չեն տեղեկացրեք, նրանք ովքեր ցանկություն կունենան ալիքին նաև ֆինանսապես աջակցելու, կարող են մտնել նյութի նկարագրական մաս եւ այնտեղ բոլոր հնարավոր տարբերակները կա,
բանկային փոխանցում, արագ փոխանցում, քարտային փոխանցում, իդրամի փոխանցում, PayPal, Patreon բոլոր տարբերակները։ Բանկային փոխանցումը նաև վերաբերվում է ոչ միայն ալիքին, այլ նաև բարեկեցիկ անվտանգ հասարակական կազմակերպությանը, որը նպատակն է աջակցել Եվրամիության անդամակցության ծրագրերին, աշխատանք տանել հասարակության հետ այդ ուղղությամբ եւ այլ, այսինքն մենք ամեն ինչ փորձենք բոլոր հնարավոր տարբերակներով, օրենքի սահմաններում մաքսիմալ ձևով կարողանանք մեր ծրագրերն ու գաղափարները հանրությանը ներկայացնել, դուք տեսաք, որ ինչը մեզ պակասեց ավելի շատ հնարավորություն ունենալ մարդկանց ներկայացնել մեր պատկերացումները, մեր ծրագրերը, մեր թիմը եւ այլ։ Այնպես որ այս հարցում ձեր աջակցությունը չափազանց կարևոր է եւ այնպես չի, որ ընտրությունով ամեն ինչ վերջացել է, ընտրությունով նոր է սկսում, որովհետեւ տեսնեմ եք ով պետք է գնա խորհրդարան եւ ինչով պետք է զբաղվեն։ Եվ աշխարհում ինչա կատարվում։ Բուքինգեմյան պալատը հայտարարել է. նորին մեծությունն ընդունել է падգամավոր Էնդրյու Բերնհեմին եւ խնդրել նրան ձևավորել նոր կառավարություն։ Նորին մեծությունը թագավոր Չարլզ III-ի մասին է խոսքը։ Պատվարժան Էնդրյու Բերնհեմը ընդունել է թագավորի առաջարկը եւ համբուրել նրա ձեռքը վարչապետի եւ գանձապետարանի առաջին լորդի պաշտոնում նշանակվելով։ Գնաց Կիր Ստարմերը, եկավ Էնդրյու Բերնհեմը։ Հիմա ինչ սպասենք։ Նախ լեյբորիստական կուսակցության մեջ փոխվեց վարչապետը, այսինքն նոր ընտրությունների հարց չառաջացավ, նման ճգնաժամային վիճակ չկար երկրում, որպեսզի ուղղակի արձակեին խորհրդարանը։ Եվ տեսնում եք, որ հիմա լավ, ինչ սպասենք։ Էնդրյու Բերնհեմը առաջի իսկ իր հայտարարությունը։ Ես Ուկրաինային կաջակցեմ 100%-ով, ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Քիր Ստարմերը։ Ոչ մի փոփոխություն չկա, ասել է Բերնհեմը, խոստանալով արդեն հուլիսի 20-ին հեռախոսազրույց անցկացնել Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հուլիսի 20-ը այսօր է, այսինքն այսօր։ Հենց առաջի իսկ գործը որ իր համար։ Բերնհեմի խոսքով Զելենսկու մոտ չեն մնա նույնիսկ ամենափոքր կասկածներն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը մնում է անսասան եւ հաստատուն։ Մենք կլինենք նրա կողքին եւ անձամբ ես նույնպես կլինեմ նրա կողքին։ Ինչն է այստեղ շատ կարևոր։ Մեծ Բրիտանիա վերջին շրջանում, երբ որ պատերազմը սկսեց Ուկրաինայում, վարչապետն էր Բորիս Ջոնսոնը, դեռ 2019 թվականից։ Դա այն այդ ժամանակ պահպանողական կուսակցություններ։ Դա այն Բորիս Ջոնսոնն էր, որ վճռականորեն կանգնեց մարտ ամսին, երբ որ Ստամբուլում բանակցություններ էր գնում պատերազմը դադարեցնելու հետ կապված եւ ոչ միայն բանակցություններ էր գնում, ու չմոռանանք, ռուսական զորքը կանգնած էր Կիևի մատույցներում, բանակցությունները այդ ժամանակ էր գնում։ Բորիս Ջոնսոնը կատեգորիկ կերպով Զելենսկուն ասեց հանկարծ չզիջես։ Նույնիսկ հետագայում պաշտոնաթողությունից հետո ինքը խոստովանեց 22 թվականին գիտեին թե Պուտին Եսիմով է, Պուտինից վախ կար, չէ, որ Պուտինը զանգել էր ասել էր Բորիս հրթիռով կխփեմ Լոնդոնին, հանկարծ չօգնեց Զելենսկուն։ Բայց նույնիսկ այդ պարագայում, որպեսի վարչապետ եղած ժամանակ դա չհանրայնացներ, որպեսի դա չդառնար միջազգային սկանդալ, ինքը այդ մասին չէր ասել, բայց ասեց պաշտոնաթողությունից հետո։ Բայց նույնիսկ այդ պարագայում ինքը ասաց խփողես դե խփի։ Ես Զելենսկուն ասում եմ հանկարծ չզիջես։ Ու այդ նրա աջակցությունը այնպիսի վճռական աջակցություն էր, որ Զելենսկին այո չզիջեց եւ այդ բանակցությունից բարիս բուն իմաստով դուրս եկավ ձգելով ու ոչ մի բան չստորագրելով, որ միջև հիմա մխկտում է Ռուսաստանն, ասում է ախր Ստամբուլում ոնց որ թե ինչ որ բան էինք պայմանավորվել է, ու այն դեպքում Զելենսկու վրա ճնշում կար։ Զելենսկու վրա Եվրոպայից էլ ճնշում կար։ Ամերիկայից էլ որ ասում եմ, դե մի բան զիջի պրծնենք գնա էլի, ինչ ենք պետք է պատերազմի մեջ։ Ու փառքոպատիվ Բորիս Ջոնսոնին, որ ինքը կանգնեց ու ասեց հանկարծ դա չանես։ Այս սա է եղել Մեծ Բրիտանիայի վերաբերմունքը, Մեծ Բրիտանիայի, որը Եվրամիության անդամ չի։ Իսկ իրանից հետո պահպանողական կուսակցություն, լավ, Ջոնսոնը հրաժարական տվեց, գնաց, համարեցին, որ չեն վստահում իրան։ Եկավ Լիզ Տրասը, դե հայ, 50 օր ղեկավարեց, նույնիսկ չեմ էլ հաշվում։
բան չի հասցրել անի, էլի։ Որից հետո եկավ Ռիշի Սունակը, էլի պահպանողական կուսակցությունից, որովհետև մեկը փոխարինեց մեկին, ընտրությունների հարց չէր։ Շատ լուրջ մենեջեր, բավական պրոֆեսիոնալ, տնտեսությունից հրաշալի հասկացող եւ եկավ հստակ շարունակեց Ջոնսոնի քաղաքականությունը։ Եվ Եվրոպայի հետ կապված, եւ Ուկրաինայի հետ կապված։ Ասեմ ավելին, արտաքին գործերի նախարարը նշանակեց Դեյվիդ Քեմերոնին։ Իսկ ով է Դեյվիդ Քեմերոնը։ Դեյվիդ Քեմերոնը 2016 թվականին Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի վարչապետն էր, որի ժամանակ անց էր կացվում Brexit-ը։ Ու երբ որ Brexit-ի ժամանակ բրիտանացիները որոշեցին դուրս գալ Եվրամիությունից, Դեյվիդ Քեմերոնն ասեց՝ «Էլ ես ինչ վարչապետ, եթե ես դեմ էի, որ դուրս գան, բայց իմ խոսքը չանցավ, եւ երկրորդ ես չէի տիրապետում, որ իմ ժողովուրդը ուզում է դուրս գալ, էլ ես ինչ վարչապետ»։ Հրաժարական տվեց եւ հեռացավ։ Բայց քանի որ Ռիշի Սունակը ցանկանում էր առավելագույն մերձացնել Եվրամիության հետ հարաբերությունները, եւ այն պակասը, որը Եվրամիությունը դեռ միասնական հանդես չէր գալի, դեռ պատրաստ չէր պատերազմի Եվրամիությունը, այդ պակասը լրացնելու խնդիրը իր վրա էր վերցրել Մեծ Բրիտանիան, ինքը վերցրեց եւ Դեյվիդ Քեմերոնին դրեց արտաքին գործերի նախարար, որպեսզի ասի դու վերջի վարչապետն ես եղել Եվրոպայի քո գործընկերների հետ աշխատող։ Դրա համար դու հիմա ամեն ինչ արա այդ քո կերպարով Մեծ Բրիտանիան մյուսներից նեղացած են, որ թողին գնացին, իսկ դու այն մարդն ես եղել, որ չգնալու համար գործից դուրս ես եկել։ Այնպես որ քո կերպարով մեր այդ համախմբման խնդիրները լուծենք։ Այո, ընտրություններից հետո լեյբորիստներն եկան իշխանության, որովհետև բավական ծանր էր վիճակը Մեծ Բրիտանիայում, հիմա էլ հարցը չի կարգավորվել, այո, այդ դժգոհության ալիքի վրա պահպանողականներին փոխարինեցին լեյբորիստները։ Բայց եկան եւ մի միլիմետր չքննադատեցին արտաքին քաղաքականությունը։ Քիր Սթարմերը եկավ եւ շարունակեց արտաքին քաղաքականությունը Եվրոպայի հետ առավելագույնս մերձենալու, Եվրամիության Ուկրաինայի թիկունքին առավելագույնս կանգնելու։ Նույնիսկ եթե հարց առաջանա, որ հակասություն առաջանա Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպա, ոչ թե կամուրջ հանդիսանա Միացյալ Նահանգների եւ Եվրոպա միջև, այլ ինքը ուղղակի կանգնի Եվրամիության թիկունքին, Ուկրաինայի թիկունքին։ Այդ դա է, ու այդ հարցում մենք չենք տեսել փոփոխություն արտաքին քաղաքական, նույնիսկ եթե պահպանողականներին փոխարինել են լեյբորիստները, նույնիսկ եթե երկրում բավական ծանր ֆինանսատնտեսական վիճակ էր, որի պատճառով էլ այդ փոփոխությունը անհրաժեշտություն էր առաջացել։ Բայց հաշվի առնելով, որ անվստահություն կար Քիր Սթարմերի նկատմամբ, ես ես ասել եմ, մի անգամ էլ ասեմ, որ իր անունը ոսկի տառերով գրվելու է միջազգային պատմության մեջ։ Այո, ինքը հեռանում է, իրան չեն վստահում, ինքը հեռանում է։ Այո, իրան այսօր բրիտանացին չի գնահատելու, որովհետև ասում է, դե ինչ արիր, որ ինչ արի, հարկերը պակասացրեցիր, գները նվազեց, չգիտես ինչ եղավ, մեր կյանքը լավացավ, թե չէ։ Բայց ինչ որ ժամանակ, երբ որ կանցնի եւ աշխարհի գնահատականը կլինի իր վարչապետի գնացած վարչապետի հասցեին, իրանք դրանով արդեն կսկսեն հպարտանալ, ոչ թե այսօր, այլ որոշ ժամանակ հետո։ Եվ տեսեք, գալիս է Էնդրյու Բըրնհեմը շատ մեծ վստահության քվեով, թիմի ներսում, շատ մեծ։ Առաջի բանը, որ ասում է, շարունակելու եմ Սթարմերի քաղաքականությունը 100%-ով։ Այսպես են քաղաքականությունով զբաղվում ժողովուրդը։ Գնացող անվստահություն հայտնած մարդու քաղաքականությունը 100%-ով շարունակելու այն մարդը, որը բացարձակ վստահությունով գալիս է իշխանության։ Թիմի ներսում։ Այս է ժողովուրդը։ Ու փառք ու պատիվ իրան։ Ինքը այդ առաջի իսկ քայլով ցույց տվեց, որ ինքը շատ լուրջ գործիչ է, շատ լուրջ։ Անկախ նայած ինչ կհասցնի անի, տնտեսական վիճակը ժողովրդյան շատ չխորանանք, լավ չի։ Մեծ Բրիտանիան չի հաշտվում այդ մտքի հետ, որ ինքը կայսրություն չի, բայց այն ինչ որ ուզում է ինքը անի, քաշը չի ներում։ Բայց դուրս գալով
Եվրամիությունից իր քաշը չավելացավ, այլ պակասեց։ Թվում էր, թե դրանից ինքը պետք է օգտվի, բայց չօգտվեց։ Իրան պետք է վերադառնալ նորից Եվրամիություն, բայց իրանք չեն ուզում կոտրվեն, դա ընդունեն, ամեն դեպքում ձևը պետք է գտնեն վերադառնան Եվրամիություն, հաշվի առնելով, որ Եվրոպան շատ լուրջ մարտահրավերների առաջականգն է։ Թեպետ հիմա նույնիսկ եթե չի էլ վերադարձել, իր հարաբերությունները Եվրամիության հետ նույնիսկ ավելի սերտակ, քան անգամ Եվրամիության անդամ երկրներին է։ Ուղղակի ես ուզում եմ ասեմ, որ Էնդրյու Բըրնհեմը ցույց տվեց, որ ինքը դեռ ոտը ներս չդրած լրջագույն դերակատարություն ունեցավ իր անգամ այդ հայտարարությունով, որտեվ դուք պատկերացնում եք, մարդիկ դեռ ոտը ներս չդրած նախորդին են քննադատում, այ իր պատճառով ցախողվեց, էս եղավ, այն եղավ։ Ինքը ասում է, չէ, ժողովուրդ ջան, այն որ չեք վստահում գնում է, այն որ ինձ էլ այդքան վստահում եք, ասում եմ, ընկեր, այդ մարդու արածը 100%-ով պետք է շարունակեմ։ Այս է քաղաքականությունը, ժողովուրդ ջան։ Դե ասեք, որ դա պոպուլիզմ է, դե ասեք, որ դա չգիտեմ ինչ է։ Պետք է ուղղակի նայել եւ սովորել։ Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերը հուլիսի լույս 20-ի գիշերը հարձակվել են Մոսկվայի մարզի վրա։ Հրապարակված տեսանյութերի եւ լուսանկարների վերլուծությունից հետո հաղորդվում է, որ հարձակման է ենթարկվել Պադորսկի նավթաբազան, այն այրվում է։ Դոմոդեդովեի Յուժնիե վրատա արդյունաբերական համալիրի պահեստը նույնպես այրվում է։ Այստեղ հարված է հասցվել նաեւ բազմահարկ բնակելի շենքի Կոլեդինո գյուղի բնակիչները հայտնել են նաև Վայլդբրիս լոգիստիկ կենտրոնի հրդեհի մասին։ Իհարկե պատասխան հարվածներ տալիս է նաև Ռուսաստանը, բավական ծանր հարվածներ է տալի, դրա մասին էլ գիտենք, բայց նպատակային ձևով Ուկրաինան հանում է ենթակառուցվածքների շարքից եւ Ռուսաստանը իսկապես լուրջ խնդիրներ է ունենում։ Այդ էկոլոգիական աղետի ջրամատակար խնդիրներ, հոսանքի հետ կապված խնդիրներ, բենզինի հետ կապված շատ լուրջ խնդիրներ ամեն օր իրանք պրոբլեմ են ունենում։ Եվ այդ ամեն օր այդ պրոբլեմը լուծելու դուք ուշադրություն դարձրեք, թե Ռուսաստանում ինչպիսի ալիք է բարձրանում, թե մեր ինչին էր պետք է պատերազմը։ Եթե մենք կոտորում էինք, մեզ պետք էր, գլուխներս գովում էինք, այո, մեզ պետք էր։ Հենց որ արդեն մեզ են հարվածում, այսինչ անշնորհք բան ստացվեց։ Մեզ այդ պատերազմը պետք չի։ Դուք տեսեք ինչ ալիք է տարածվում, ինչ դժգոհություններ է տարածվում, թե ինչի պետք է մի հատ Մոսկվա պահենք, մենք չունենանք նավթավերամշակման գործարանը մեր մոտ լինի, հազիվ վերականգնենք, որ մենք ունենանք, դա էլ վերցնենք ուղարկենք Մոսկվա։ Դժգոհությունները աճում են բավական լուրջ ձևով եւ դա գալիս միանգամից որակա տալիս։ Ինչպես տեսակ չէին սպասում, որ հերթով նավթավերամշակման գործարանային հարվածից հետո կգա մի ասենց վիճակ կառաջանա։ Եվ այդ պարալիզվող վիճակը շատ-շատերին ձեռնտու է նաեւ այդ թուլացած Ռուսաստանից իրանց ուզածը փոկելու հարցում դեռ շուտ է, որ դեռ մտածում են, որ Պուտինը դեռ չի հաշտվել պարտության հետ կամ Պուտինի մոդիկները դեռ իդեմս նրա վտանգ են տեսնում, որ կարող է իրանց գլուխը ուտի, մինչև հասցնեն իրանք նրա գլուխը ուտեն, դեռ այդ պաուզան կա, որ ասում են սենց ինքնահոսի գնա, բայց երկրում որ դժգոհությունները շեշտակի աճում է, դա ակնհայտ է։ Եվ այդ պարագայում այդ մարդիկ նաև մտածում են, որ դա քիչ է, մի հատ էլ թե Հայաստանն էլ իրանք կառավարեն։ Ոնց թե Հայաստանը ուզում է դուրս գա իր ազդեցությունից։ Այսինքն ինքնիշխան պետության ազդեցությունը ո՞րն է։ Եթե համարում ենք, որ մենք տնտեսական միավոր մտել ենք մեր կամքով ԵԱՏՄ, մեր կամքով էլ դուրս ենք ուզում գանք, խնդրեմը ո՞րն է։ Հապկից որ Վրաստանն ու Ադրբեջանը դուրս եկավ, ինչ եղավ։ Այդ ինչի է մերը տենց անընդհատ տենց խնդիրներով։ Որտեղ երկրի ներսում այնուամենայնիվ մենք պարարտ հող ենք թողել, որ իդեմս մեզ մտածեն, որ միշտ էլ կարան մեզ վրա ճնշեն կամ մեզ համոզեն, աղոհացով ռուսներին դիմավորենք։ Իրանց վարած քաղաքականությունը, որ ինչ անենք, ժողովուրդ ջան։ Դրա համար այդ ամեն ինչի հետ կապված էլի կանրադառնանք եւ ամենօրյա ռեժիմով, այո, դուք պետք է իմանաք, թե ինչ վիճակ է Ռուսաստանում, որպես ինչա մեզ առաջարկվում։ Եվ այս խորհրդարանը մեզ ուրա տանելու ինչա առաջարկելու։
Եվ հետո վաղը համոզվելու եք, որ նրանցից սպասելիք չունեք, նրանք ընդհանրապես գնացել են իրար ծեծեն, հայհոյեն, վիրավորեն, ասի դու Արցախը հանձնեցիր, ասի չէ, դու հանձնեցիր, դու լավ բանակցեցիր, չէ, դու բանակցեցիր, դու ես թուրքի գործակալ, չէ, դու ես թուրքի գործակալ։ Էս է խորհրդարանը ժողովրդյան։ Դուք ձեր հարկերից վճարելու եք, որպեսզի այդ ամեն ինչը ուղղակի լսեք։ Հետո է շուրգակ ասեք, բայց դրանցից բան չհասկացանք։ Հիմա այսօր մի քանի օր ամբողջ աշխարհի ինֆորմացիան քննարկում ենք, սա էս ասամ, նա էս ասամ, նա էս ասամ։ Ուզում ենք Հայաստանից էլ ինֆորմացիա ասենք, ինչ որ բան լսել եք, որի մասին խոսենք։ Մի հատ լուրջ բան քննարկվում է Հայաստանում, որ անդրադառնամ, ասեմ, էս ինչ լուրջ բան ասվել է, ու ես էլ իմ կարծիքը հայտնեմ այդ լուրջ բանի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն բացարձակապես չի մտահոգում այն հանգամանքը, որ Իրանը դադարեցրել է 2026 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ-ից ստորագրված փոխըմբռնման հուշագրով իր պարտականությունների կատարումը։ Ինձ համար բացարձակապես միևնույն է, հայտարարել է Թրամփը։ Իհարկե ասենք, որ իր համար միևնույնը չի, երևի Դոնալդ Թրամփը չի լսում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին հայտարարությունները, որը որ ասում էր ամեն ինչ պետք է անենք, որ Իրանը գա բանակցությունների, եթե չգա մենք կհարվածենք Իրան, որովհետև կարևոր է որ մենք խաղաղություն բերենք, էս անենք եւ այլ եւ այլ։ Եթե ինքը հիմա ասում է դա Իրան ընդհանրապես չի հետարկում, բառ չէր հետարկում, այդ ինչ էր քեզ կոտորում, որ գնա իր հետը բանակցե։ Ուղղակի այս կռվից դուրս գալու տարբերակը Ամերիկան չի տեսնում, էս է խնդիրը։ Դոնալդ Թրամփ Այն ինչ մենք անում ենք հիմա, այն է, որ մենք վերջ ենք դնում ցանկացած հնարավորության, որ նրանք կարող են միջուկային հրթիռ ունենալ։ Էլի հերթական անգամ այս միտքը ասում է, որ գոնե ասի նպատակները դա է, Իրանը հերթական անգամ ասում է, չէ, ես հարստացնելու եմ եւ այդ ուղղությամբ ես բանակցություն չեմ վարելու։ Սա խնդիր է առաջացնում։ Հետո բավական ծանր հարվածներ է Իրանը հասցնում Ամերիկայի բազաներին։ Զոհերից բացի նաև վիրավորներ, որը որ նաև տարածում է, որ թաքցրել են, որ այդքան վիրավոր ունեն, եւ մեկ էլ արդեն տարածում են, որ Դոնալդ Թրամփը հանձնարարել է, որ լայնամասշտաբ պատերազմի պատրաստվեք Իրանի դեմ։ Բա դուք պատկերացնում եք մեր տարածաշրջանում ինչա սպասվում։ Հա, սա հերթական սպառնալիքը կարող է լինի, բայց տեսնում եք, որ նաև շատ լուրջ տեխնիկա է կուտակվում, չէ՞ տարածաշրջանում։ Իսկ այդքանը որ կուտակվում է, մի օր պետք է գործի դնեն, չէ՞։ Այսինքն մոռացանք նորից խաղաղություն, որ մեր տարածաշրջանում կլինի։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Իրանը միջնորդներից ստացել է որոշ առաջարկներ, որոնք ուղղված են լարված իրավիճակի թուլացմանը, սակայն մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ Այնուամենայնիվ Դոնալդ Թրամփն ասում է խփելու է։ Նավեր բաներ ուղարկում, կործանիչներ, ռմբակոծիչներ ուղարկում է տարածաշրջան, զորքակուտակում, բայց միևնույնն է, միջնորդներին ասում է Իրանին հիմա ես վախացնեմ, դուք համոզեք, նորից կանգնեցնենք բանակցային սեղանին։ Իհարկե մեզ համար իդեալական կլինի, որ բանակցային սեղանին նստեն եւ խաղաղություն տիրի մեր տարածաշրջանում։ Բայց այսպիսի չշռադատված քայլով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի արած ավելի վատ վիճակի մեջ մեզ գցեց։ Որովհետև եթե ինքը նորմալ պայմանով Իրանից չբաժանվեցին, Իրանը իրան շատ վատ է պահելու տարածաշրջանում։ Պետք է ասի Ամերիկային տեղը դրեցի, դուք ով եք որ։ Եկել եք Ամերիկայի շահերն եք սպասարկում։ Շատ ավելի վատ վիճակում են կլնելու, քան անգամ այն նախապատերազմյան շրջանը, որ Ամերիկան ուղղակի հարաբերություն չուներ Իրանի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Նախագահ Աունը մի շարք ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկումներ կանցկացնի Լիբանանում տիրող իրավիճակի եւ հրադադարի ամրապնդման ուղիների վերաբերյալ, հատկապես Լիբանանի հարավում, ինչպես նաեւ Իսրայելի կողմից զբաղեցրած լիբանանյան տարածքներից դուրս գալու հարցի շուրջ։ Բենյամին Նեթանյահուն գլուխը գովում էր, որ ասում էր հասանք ի վերջո Վաշինգտոնյան պայմանավորվածության արդյունքում, որ մեր զորքերը մնան Լիբանանի հարավում։ Այդ տեսակ Իրանին տեղը դրեցինք, Իրանին ասենք դու մի զբաղվի այդ գործերով եւ այլ եւ այլ։ Բայց ինչպես տեսնում եք, Ժոզեֆ Աունը ասում է ոչ, մենք գալու ենք Ամերիկայի հետ քննարկենք եւ Իսրայելին ասենք զորքերը հանի հարավային Լիբանանից։
Եվ սա խոսում է նրանասին, որ իրանք գտնում են որ որոշակի ներուժ ունեն այս իրավիճակում Իսրայելին պարտադրելու, որ զորքը հանի։ Այսինքն դա նոր խնդիր է առաջացնում։ Դա Իրանը դա պահանջել է Ամերիկայից, բայց այդ փաստաթղթը չի գործում, այսինքն ասել, որ Իրանի խաթեր են դա անում, այդպես չի, որտեղ փաստաթղթը չի գործում, բայց գործնականում կուզենան, որ գոնե Լիբանանի հարցը խնդրեմ չառաջացնի, որտեղ դա Իսրայելի հետ կապված խնդրեմ է առաջացնում։ Պատահական չէր, որ այդ հարցը նաև Սիրիայի հետ կապված էր Դոնալդ Թրամփն ասում, որ Իսրայելը պետք է իրան զուսպ պահի, եւ նաև Լիբանանի հետ կապված։ Ինչպես տեսնում եք, Լիբանանի նախագահ հարկահամարում գնա Ամերիկա, ասի Ժորժ ջան, մի հատ տեր կանգնեք, թող այդ զորքը տեղից հանի։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ եւ նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ավելի վաղ Վուչիչը նշել էր, որ Սերբիայի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների առաջընթացի հիմնական պայմաններից մեկը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին միանալն է։ Ալեքսանդր Վուչիչը որպես Սերբիայի նախագահ մտադիր է հրաժարական տալ, որպեսզի մասնակցի ընտրություններին եւ դառնա վարչապետ։ Իրան հաջողություն մաղթենք, թող գնա դրանով զբաղվի, բայց միևնույնն է Սերբիան, որը որ Եվրամիության անդամակցության հետ կապված առաջի քայլերն արել է արդեն 2009 թվականին, 2012 թվականին արդեն դիմել է անդամակցության հետ կապված, 14 թվականին կարգավիճակը ստացել է, որ սկսեն բանակցություններ անդամակցության, բայց հարցը առաջ չի գնում մի պարզ պատճառով, որովհետև ինքը այնուամենայնիվ չեն կարողանում ռուսական ստվերից դուրս գալ, ինչպես որ ինքը բացատրել է, որ այդ հարցը կանգնած է իրենց առաջ, որ եթե դու Ռուսաստանի հետ հարաբերությունները պահեցիր այդպես, համաեվրոպական ծրագրի մաս չեղար, որևէ մեկը քեզ եւ Ամերիկյան անդամ չի դարձնի եւ Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի նման ընկնի կրակը, էլի բերի դարձնի իր ընտանիքի անդամ եւ ամեն անգամ նավետով դնի այդ ամեն ինչի մեջ հազիվ Օրբանից բրծան, երկրորդ Օրբան իրանց պետք չի։ Մի քիչ էլ Սլովակիայի վարչապետը Ռոբերտ Ֆիցոն սստվել է մի քիչ, որովհետև հասկացավ իր գլուխը ինչ կգա, հիմա երրորդ անգամ բերում են Վուչիչ են մտցնում, որ ինչ անեն։ Դրա համար այսինքն պարզ է, որ ասում են Եվրամիության անդամակցությունը մոռացի, եթե Ռուսաստանի հետ խաղեր է ստալի։ Բայց սա այն Սերբիան է, որը ժամանակին Հարավսլավիա ալնելով 1999 թվականին, երբ որ Կոսովոյի հետ կապված խնդիրների մեջ հայտնվեցին, որ ասում են Կոսովոյի ալբանացիներին բնաջնջում են եւ այլ, ՆԱՏՕ-ի ինքնաթիռները, ռմբակոծիչները դրեցին 75 օր Բելգրադը ռմբակոծեցին։ Իհարկե դրանից հետո դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի սրտում գտնվող Բելգրադը այդպիսի հարվածներից հետո միանգամից Հարավսլավիայի ժողովուրդը չնայած երկիրը մասերի բաժանվել չասենք Հարավսլավիան էլ Սերբիան հեշտ էր պատկերացնելու, որ Եվրոպայի հետ գործընկեր է լինելու, բայց այնուամենայնիվ իրանք հասկացան, որ այդ ամեն ինչի խնդրեմը նաև իրանց ղեկավարները Միլոշևիչը բանտում հայտնվեց եւ այլ, շատ չմարանանք դրա մեջ, բայց հարցը ինչն է, որ նույնիսկ այդ ամեն ինչից հետո իրանք իրանց մեջ ուժ գտան Եվրամիության անդամակցության ուղղությամբ քայլեր անել, բայց անգամ դրանից հետո ուժ չեն գտնում իրանց մեջ Ռուսաստանից փոխվել։ Սա է ժողովուրդ ջան։ Որոշի, մարդիկ կռվի մեջ են։ Կամ ես կոմես, կամ են կոմես, ժողովուրդ ջան։ Չի կարելի ասել, բա մեզ ինչու չեք ընդունում Եվրամիության անդամ, որպեսզի մենք լինենք Ռուսաստանի գործակալ։ Սա նաև վերաբերվում է մեզ։ Վրաստանը մեր աչքի առաջ տեսնում ենք, որ ռուսների հետ խաղեր տվեց եւ այդ ամբողջ ծրագրերից հետ ընկավ։ Սա վերաբերվում է մեզ, որ չի կարելի Եվրոպային ասել, երբեք մենք ավելի մոտ չենք եղել ձեզ, բայց նորից խաղեր տալ Ռուսաստանի հետ ու ասել, ինչպես ընտրությունից առաջ, այնպես ընտրություններից հետո մենք ձեզ հետ ենք, ուզում ենք հարաբերությունները լավացնել։ Խաղերը չի անցնելու։ Ժամանակին գուցե անցել է, որտեղ ժամանակին Եվրոպան պատերազմի մեջ չէր։ Այսօր մոբիլիզացված ռեժիմով է Եվրոպան, նաև մտածում անվտանգության ծախսը ավելացնի, նաև մտածում է, որ իդեմս Ռուսաստանը, այո, պետք է միասնական քաղաքականություն վարեն։ Պատահական չի, որ Մեծ Բրիտանիայի մասին այդքան ասում են ու Եվրամիության անդամ չլինելով համաեվրոպական քաղաքականության մեջ ոնց է վիզ տնում։ Այսինքն էս է ժողովուրդ ջան, եթե մենք էլ իրական որոշում կայացնենք, այդ քայլերը պետք է լինի ոչ թե խաղեր տալ սրա նրա հետ, այլ իրական քայլեր։ Դա չի ներվում անգամ Եվրոպայի սրտում գտնվող Սերբիայի։ Ոնց է ներվելու Հայաստանի։
Եթե նույն սկզբից ձեռք մեկնեն, հետո տեսնեն, որ պատասխան քայլ չկա։ Տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաների նկատմամբ Իրանի պատասխան հարվածները արմատապես փոխել են տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, պնդելով, որ նրանք ցույց են տվել ամբողջ տարածաշրջանում հարվածներ հասցնելու Իրանի կարողությունը, առանց արդյունավետ ռազմական պատասխան սադրելու։ Արաղչին հավելել է, որ Իրանը դեռ նախապես կանխատեսել էր պատերազմի հնարավորությունը և պատրաստվել էր գործողությունների մանրամասն ծրագրեր տարբեր սցենարների դեպքում, ներառյալ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումները և նույնիսկ իսլամական հեղափոխության առաջնորդի սպանությունը։ Երկիրը ռազմական գործողությունների սկսվելուց բացարձակապես չի զարմացել և լիովին պատրաստ էր պատասխան գործողությունների։ Այո, նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի համար էր զարմանալի, որ իրանց թվում էր, թե հոգևոր առաջնորդին շարքից կհանեն և զորքը միանգամից զենքավայր կդնի։ Անգամ Դոնալդ Թրամփը դա հայտարարեց ու զարմացած սպասում էր, թե ես ոնց է զենքավայր չեն դնում։ Ասեց զենքավայր դրեք, այսօր մինչև օրվա վերջ, հենց որ արեցիք, ամեն ինչ նորմալ կլինի, եթե չէ տեսեք ինչ են կանելու։ Հետո հասկացան, որ Իրանը ոչ միայն գետնի տակ գործարաններ է կառուցել, նաև ինքը իր իշխանությունը ապակենտրոնացրել է, որի պարագայում եթե առաջի դեմքին վերացնես, միևնույնն է չի քանդվելու այդ կառույցը։ Իսկ իրանք նույնիսկ տեղյակ չէին դրա մասին, որ դա վաղուց արդեն տեղի է ունեցել, բա ինչով էր զբաղված ձեր հետախուզությունը։ Եվ նույնիսկ եթե այդ հետախուզությունը լավ էլ ինֆորմացված էր, բայց Իսրայելին պետք էր, որ Ամերիկան ներքաշվի պատերազմի մեջ, այնպես էլ չէր, որ ինքը կուզենար, որ այդ ամբողջ ինֆորմացիան ԱՄՆ-ի, բայց Ամերիկայի հետախուզությանն ինչ ա եղել, որ հույսը մնար Իսրայելը։ Աբբաս Արաղչի, թեև մեր միջուկային օբյեկտները վնասվել էին 12 օրյա պատերազմի ընթացքում և մենք փաստացի գտնվում էինք հարկադիր պարապմունքի պայմաններում, մեր առջև խնդիր էր դրված մերժել հակառակորդի պահանջը և ընդունել ուրանի հարստացման արգելքը։ Չի կարելի ասել, որ եթե մենք ընդունեինք այս պայմանը, պատերազմ չէր լինի, իսկ եթե մենք ընդունեինք այս պահանջը, մեծ վնասներ կկրեինք, կդավաճանեինք երկրի պատվին։ Եթե մենք ընդունեինք դա, փաստացի թույլ կտայինք թշնամու պատերազմի միջոցով հասնել իր նպատակներին և դա նրա համար նախադեպ կդառնար։ Հիմա սա նաև ինչի մասին է խոսում, որ Իրանը այն ինչ որ հիմա ասում է, որ եթե մենք զիջեինք էլ դրանից այնպես չի, որ պատերազմից կխուսափեինք, դա վերաբերում է և Ուկրաինային, դա վերաբերում է և Հայաստանին, Ուկրաինային էլ ասում են, եթե դու զիջես, ամեն ինչ խաղաղ կլինի։ Ինչ էր, Ղրիմը չէր զիջել, Դոնեցկի, Լուգանսկի այդ տարածքները, որ Ռուսաստանը վերցրել էր, չէր զիջել։ Ինչ է, Վոլոդիմիր Զելենսկին գալով իշխանության ասել էր, որ պատրաստում են Ռուսաստանի դեմ պատերազմի, ինքը չէր ասել, որ խաղաղություն եմ ուզում։ Ինքը չէր խոսում նրա մասին, որ անգամ կարան վերանայեն Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցերը, եթե որտեղ իրենց նպատակը խաղաղությունն էր։ Այդ մթնոլորտը չլկտիացրեց Պուտինին, որ ասեց շատ լավ է, որ տենց զգուշեն, բախվորած են, ուրեմն բերեք հարձակվենք։ Ու նույն ձևի, երբ որ Հայաստանում անընդհատ ասում են, որ խաղաղությունից խոսենք, որ խաղաղություն լինի, հակառակորդը տեսնում է, չէ՞ որ դուք ու երկրի ժողովրդին տրամադրում ես պարտության։ Ոգին կոտրում ես, այդ մտածումը կոտրած ոգիով ժողովրդի դեմ էլ ինչի չհարձակվենք, որ կամ էլ կվախացնենք, ինչ կուզենք ձեռքից կվերցնենք։ Այո, շատ-շատերը երբ որ ասում են, չենք հասկանում ինչ են անում, Զելենսկին ինչ է անում։ Այսինքն որ Ուկրաինայի վրա հարձակվեր Պուտինն ասում էր 3 օրում պիտի երկիրը գրավեմ, ձեր պատկերացրածը նա էր, որ ինքը պիտի համաձայնվի երկիրը հանձնել Ռուսաստանին, որպեսզի ինքը լավ ղեկավար լիներ։ Այսինքն ինչու՞մ եք մեղադրում, որ ինքը լինելով երկրի ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար, իր երկրի վրա հարձակվել են, ինքը պաշտպանվում է։ Հետո մանա գալի ճանապարհ ուղիներ, որ հզորանա, որպեսզի ոչ միայն պաշտպանվի, այլև հարձակվի։ Այսինքն ձեր մեղադրանքը ո՞րն է մարդու նկատմամբ։ Ինչի երկիրը չես հանձնում ուժերին։ Բա հիմա էլ ասում ուժերը մենք ենք։ Մեր թիկունքին լա տեսեք ովքեր են կանգնած։ Բա դրա համար ժամանակ էր պետք, ներվեր ու համբերություն էր պետք, համառություն էր պետք։ Անկախ նայեն, թե ինչպիսի ծանր հարված կերավ Իրանը։ Այնուամենայնիվ ասեց, ժողովուրդ ջան, հասկացեք, եթե ես զիջեի, մեկ այդ նույն հարվածներն ուտելու է ավելի դաժա։ Սրա մասին է խոսքը։ Որևէ երաշխիք չկար,
որ Թրամփը, որ իր մտքին դրել էր հարվածներ հասցնելու, Հորմուզի նեղուցի վրա վերահսկողություն հաստատելու, այս անելու, այն անելու, Իսրայելի խաթեր համար միջուկային լաբորատորիաներն ու գործարանները վերացնելու, ինքը դա չէր անելու, եթե մենք խաղաղ բանակցեինք։ Որտեղ կյանքը ցույց է տվել, որ նույն Նեթանյահուն չէր թաքցնում, որ ասում են մենք տասնամյակներով լավ է պատրաստվել ենք, բանակցում ենք զգոնությունը բթացնելու եւ Իրանի տարածքում մենք արդեն տարել էինք դիվերսիոն գործողություններ անելու համար, տարել էինք հրթիռներ դրել, այս սալերները եւ այլ եւ այլ։ Այսինքն սա նաեւ մեզ է վերաբերում, ժողովուրդ ջան, ոչ թե մեզ, որովհետեւ մեր հարևանն է ասում։ Եմենի հութիների ռազմաքաղաքական շարժումը երկուշաբթի օրը հայտարարել է Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակում մտցնելու մասին։ Մանրամասը չկարդամ, թե իրանք ինչ են ասել, ուղղակի ասեմ, դա ինչ խնդիր է փորձում առաջացնել Եմենը։ Եմենի հութիները, որոնք իրանք պետություն են պետության մեջ, որպես զինված խմբավորում, իդեպ ժամանակին Իրանը լավ էլ իրանց օգնում էր, դժվար է ասել հիմա կարողանում է օգնի թե չէ, մեկը ելնի իրան օգնի, բայց ամեն դեպքում իրանք բավական լուրջ խնդիրներ էին առաջացնում։ Փաստորեն Բաբ էլ-Մանդեբի նեղուցով իրանք փակելով անում են այնպիսի խնդրեմ, որ Կարմիր ծովով չկարողանան Սուեզի ջրանցքով մտնել միջերկրական ծով։ Ու դուք պատկերացրեք, որ ասինքն նավերը, որոնք իրանց անվտանգ չզգան, նախորդ այդ այնպես չի, որ 2 տարի առաջ էլ այդ նույն խնդիրն առաջացեցին, շատերը ստիպված էին Աֆրիկան շրջանցել, էլի հիշել էին 500 տարի առաջվա իրանց պատմությունը, բայց եւ միևնույն ժամանակ հիմա արդեն Սաուդյան Արաբիայի համար խնդրեմ ստեղծելով, այն կողմը Հորմուզի նեղուցով խնդիր ունենա, այս կողմը Կարմիր ծովով խնդիրներ ունենա, դա իսկապես խնդրեմ է։ Չեմ ասում հութիները շատ մեծ լծակներ ու հնարավորություններ ունեն Սաուդյան Արաբիային ինչ-որ բան պարտադրելու, բայց ամեն դեպքում այդ լարվածությունը տարածաշրջանում շարունակվում է նավթի հետ կապված վերահսկողության խնդիրներ առաջանում։ Այն որ հութիների դեմ պայքարելով համենայն դեպս Ամերիկան չի էլ կարողանում վերջնական դրանց հարցը լուծի, ինչպես տեսնում եք, ոնց որ թե չի լուծել։ Այո, Բրիտանիայի հետ միասին նաև հութիներին ծանր հարվածներ էին հասցնում, երբ որ նրանք առևտրային նավերին խփում էին, բայց միևնույն է, եթե նրանք դեռ այսօր ի վիճակի են փակել ճանապարհը, դա արդեն խնդիր է առաջացնում։ Պետք է այդ հարցը ժամ առաջ լուծել, որովհետև երբ որ Դոնալդ Թրամփն ասում է Հորմուզի նեղուցը կփակենք, սրանք էլ կանգնում ասում են մենք է Կարմիր ծովը կփակենք։ Լավ է, էլի ժողովուրդ ջան, էլ ինչի մասին մտածենք։ Սա խոսում է այն ամեն ինչի մասին, որ մենք այս տարածաշրջանը բավական դեռ լարված է, դեռ խաղաղության մասին շատ վաղ է խոսել, առավել ևս առջևում սպասում է Իսրայելի ընտրությունները խորհրդարանի, առջևում սպասում է Միացյալ Նահանգներում ընտրությունները կոնգրեսի 2 պալատների, Սենատը 1/3-ով եւ ներկայացուցիչների պալատը ամբողջությամբ, դրանով պայմանավորված նաեւ իրավիճակն է փոխվելու, իսկ մենք պետք է շատ ու շադիր լինենք, մատներս պահենք աշխարհաքաղաքական զարգացումների զարկերակի վրա, առավել ևս, որ մեր երկրում, ինչպես տեսնում եք, պրոֆեսիոնալ քննարկումներ, որպեսզի մարդկանց իրազեկեն, թե աշխարհում ինչ է կատարվում, որպեսզի մարդը հասկանա իր երկրի ապագային ինչ է սպասվում, Հայաստանի մտահոգ քաղաքացին ուղղակի դարձնում են անտարբեր, ասում են դե քո ինչին է պետք, մեկը որ իմանաս ինչ ես անելու, հանգիստ քո համար նստի, մենք էլ մեր գործերով զբաղվենք։ Այդպես մարդուն դարձնում ես իր պետության, իր ազգի երեխայի ապագայի մասին անտարբեր ելնող, ինչ ենք ուզում այդ դեպքում, ինչ քաղաքացի ենք ուզում ունենանք։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։